Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ՔՊ խմբակցության ու վերնախավի անդորը։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ՔՊ վերնախավին։ Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ Սուրեն Պապիկյանին բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։ Նրա հայտարարությունները ըստ աղբյուրների դուրս են եկել ներխմբակցական ընդունված սահմաններից եւ դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։ Հայկ Սարգսյանն անուղղակի մեղադրեց նաև Ալեն Սիմոնյանին իր նախագծերի տապալման համար, հայտարարելով, թե ասում են վարչապետ եք բերում վրեքներս։ Այսինքն վարչապետը Հայկ Սարգսյանին սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։ Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի։ Մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին։ Մի հատվածի կարծիքով չպետք է այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար, մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։ Ի դեպ, Հայկ Սարգսյանը իր ելույթներում բաց տեքստով հայտարարում է, որ Փաշինյանն իր թիկունքին է ու իր ոտքի տակ ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը։